Խոստացել էի, որ այլ առիթով կանդրադառնամ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համակիրների միջև սկսված պատերազմին այն թեմայի շուրջ, թե ով է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության։ Եվ ահա տեղեկատվական առիթը առկա է։ Օրերս 2018 թվականի իրադարձությունների մասին գաղտնազերծումներ է արել Հանրապետական կուսակցության նախկին падգամավոր Միհրան Պողոսյանը։ Նա լույս է սփռում այն ամենի վրա, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ ՀՀԿ-ում եղել է ծրագիր, որով ընտրել էին Փաշինյանին վարչապետ եւ դրանից 1 տարի անց մտադիր էին հեռացնել նրան պաշտոնից։ Սակայն Փաշինյանը փաստորեն խափանել է այդ ծրագիրը։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավարի նկատմամբ վերաբերմունքը կարող է տարբեր լինել։ Ով չգիտի, տեղեկացնեմ, որ նա հետախուզման մեջ է։ Նրա դեմ քրեական գործեր են հարուցված առանձնապես խոշոր չափերով չարաշահումների եւ փողերի լվացման մեղադրանքով։ Նա ժամանակին աչքի էր ընկել օֆշորային սկանդալով, նրա անունը կա պանամական փաստաթղթերում եւ նրա անվան հետ էին կապվում Հայաստան բանանի ներկրումը։ Լսենք Միհրան Պողոսյանի բացահայտումները, այնուհետև կշարունակենք։ Խնդրում եմ ուշադիր լսել, սիրելի բարեկամներ։ Ամեն բառը խորը իմաստ ունի եւ մենք դրանք հերթով կբացենք։ Հանրապետական կուսակցությունը ուներ քաղաքական որոշում։ Եվ մի խումբ մարդիկ պետք է քվեարկեին, որ այդ մարդը դառնա վարչապետ։ Այդ մի խումբ մարդկանց մեջ կայի նաև ես։ Ես անձնապես Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը խոսալուց հետո քվեարկել եմ Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ավելին ասեմ, քվեարկելուց առաջ ես հավաքել եմ իմ 300 հոգի թիմակիցներին, 300 սպարտացիներին, 300 հոգի թիմակիցներին, ովքեր որ ամենաակտիվն էին եւ ցավոք նաեւ դրանցից մեծամասնությունը այդ որոշմանը կողմ էր։ Եվ ես հանրապետական կուսակցության որոշման ներքո քվեարկել եմ այդ անձի վարչապետ լինելու օգտին։ որ դառնա վարչապետ ու գնահատի Արցախը։ Ինչևէ, խնդիրը շատ պարզ էր դրված։ Խնդիրը դրված էր հետևյալ կերպ։ Մենք պարլամենտական երկիր ենք եւ պարլամենտը դա վերադաս մարմին է կառավարության։ Եվ օրենքի ուժով 1 տարի հետո վարչապետին ազգային ժողովը կարող էր հայտնել անվստահություն։ Եվ ծրագիրը այդպես էր, որ 1 տարի հետո եթե գործող վարչապետը չկարողանա այնպես կազմակերպել պետության աշխատանքները եւ ազգային ժողովը լինի իր կառավարման շարունակության դեմ, ապա ազգային ժողովը անվստահություն էր հայտնելու գործող վարչախմբին։ Ինչը որ հոկտեմբերի 2-ին երբ որ այո Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներով, գործող նախարարներով հայտնվեց Արա Բաբլյանի աշխատասենյակում, որտեղ ես էի, ես պարզ ասեմ ինչ ա եղել։ Ինչ ա եղել, ինչ եք ասել նրան։ Ես ընդամենը իրան կանգնացրեցի եւ ասացի. «Էս ինչ եք անում։ Ինչի եք 5000 մարդ հավաքել ոտքի հանել»։ Ինքը ասեց հետեւյալը. ասեց որ պարոն Պողոսյան, սա արել եմ, որպեսզի տեսնեք, որ իմ հետևը մարդ կա կանգնած։ Ես ասացի, որ գիտեք, եթե պարոն վարչապետ, եթե մենք չտեսնեինք, որ մարդիկ ուզում են, որ դուք վարչապետ լինեք, հանրապետականը չէր ձայն տա եւ դուք չէիք դառնա վարչապետ։ Հանգստացրեք ժողովրդին, չի կարելի սա անել։ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ ջինը շշից դուրս է եկել, ես ասացի պարոն վարչապետ, չի կարելի։ Ինչ կարող ենք արձանագրել նրա խոսքերից։ Փաստ առաջին, Նիկոլ Փաշինյանին վարչապետ են ընտրել ՀՀԿ-ի ներսում կայացված միասնական որոշմամբ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստ երկրորդ,
Սերժ Սարգսյանն ու մյուս ՀՀԿ-ականները ունեցել են գաղտնի պլան թույլ տալու Նիկոլ Փաշինյանին կառավարել 1 տարի, եւ եթե նա իրեն չարդարացնի որպես լավ վարչապետ, ապա անվստահություն կհայտնեն ու կհեռացնեն։ Այս փաստերն իրականում հավաստի կարելի է համարել, քանի որ դեռ այն ժամանակ ՀՀԿ-ի անունից Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ կայացրել են Փաշինյանին վարչապետ դարձնելու որոշում։ Մենք օժանդակելու ենք падգամավորների 1/3-ի ստորագրությունը ունեցող վարչապետի տեխնացուին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին, եթե ես չեմ սխալվում, Փաշինյանի օգտին հավաքվել է 45 ստորագրություն եւ Հայաստանի Հանրապետական խմբակցությունը համապատասխան քանակությամբ ձայներով կապահովի, որպեսզի մենք ունենանք վարչապետ, վաղ ընտրենք վարչապետ։ Այդ ամենը լինելու է եւ եղել է արդեն կուսակցության եւ խմբակցության որոշմամբ։ Մենք ենք հորդորելու այդ падգամավորներին եւ արդեն հորդորել ենք, որ նրանք կողմ քվեարկեն։ Այստեղ որևէ կուսակցության բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է։ Սակայն այդ ժամանակ ՀՀԿ-ականները չէին խոստովանել, որ ունեցել են 1 տարի հետո Փաշինյանին հեռացնելու ծրագիր։ Դրա մասին այսօր խոստովանում է Միհրան Պողոսյանը։ Նախորդ հաղորդումներից մեկում ես հստակ պնդել էի, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մեկ չի բռնել թուղթ ստորագրելու բերել իշխանության։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի համար հանգամանքների բերումով եղել է հարմար ընդդիմություն։ Այդ փաստերից շատերը մենք ներկայացրել ենք։ Ոմանք մեկնաբանեցին, որ դա դավադրության տեսություն է, օդից վերցված դատողություններ։ Իհարկե, սա նաև կարծիք է, բայց ոչ բարեկամներ, այս ամենը նաև չոր փաստեր են։ Պարզապես չի կարող լինել այդքան պատահականություն։ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի դեպքերից հետո դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, բայց 2 տարի էլ չանցած ազատ արձակվեց Սերժ Սարգսյանի համաներմամբ, ապա դարձավ падգամավոր, իսկ այնուհետև վարչապետ։ Մարդիկ հավ գողանալու կամ մարիխուանա վաճառելու համար տարիներով առանց ներման պատիժ են կրում, բայց զանգվածային անկարգությունների եւ իշխանության ներկայացուցիչների դեմ բռնության մեղադրանքով դատապարտված մարդը, որոնց հետևանքով 10 մարդ է զոհվել, հանկարծ համաներվում է։ Հայտնի ընդդիմադիր գործիչ Շանթ Հարությունյանը, ով ոչ մեկի վնաս չտալով, ընդամենը մի քանի անվնաս պայթուցիկ էր տրաքացրել Երևանի փողոցներում, որից միայն ոստիկանների աչքներն էին մռմռացել մի թեթև։ 4.5 տարի անցկացրեց բանտում, դրան Սերժ Սարգսյանը չներեց, բայց այ Նիկոլ Փաշինյանի հանդեպ շատ գթասիրտ էր։ Տեսնես ինչու։ Այն նույն Նիկոլ Փաշինյանի, ում թերթին Միքայել Մինասյանը վճարում էր իր ընտանիքի հասցեին սուտ բաներ չգրելու համար։ Փաշինյանի թերթին տրամաբանորեն պետք է ոչ թե փող տային, այլ զրպարտության մեղադրանքով դատի տային։ Բայց ոչ, փող էին տալիս, որ հանկարծ չվիրավորի նախագահի ընտանիքին, այ քեզ փող աշխատելու ձև, այ քեզ հզոր թերթ, ով է տեսել քեզ հայողին փող տաս, այն էլ երբ երկրում ամբողջ իշխանությունը քո ձեռքում է։ Սերժ Սարգսյանի կամ առնվազն նրա եղբոր հրահանգով ցանկացած մարդու հետ կարող էր անհետ կորել այն տարիներին նախագահի ընտանիքի հասցեին սխալ արտահայտվելու համար, բայց այ Նիկոլ Փաշինյանի թերթը դրանով փող էր աշխատում փաստորեն։ Անբացատրելի մի հոգատարություն։ Համաներվում է մարդ, ով դեռ 1990-ականներից Սերժ Սարգսյանին անվանում էր մաֆիայի պարագլուխ եւ դատական վեճերի մեջ էր։ 1999-ի այս օրերի ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը դատարանում նստած է պատասխանողի աթոռին։ Նրան դատարան էր բերել Նիկոլ Փաշինյանի խմբագրած օրագրի մասին այն միտքը, որ այնտեղ տպագրվող բոլոր լուրերը հերյուրանքներ են։ Հակընդդեմ հայցով Սերժ Սարգսյանը պահանջում է 3 ամսով կասեցնել օրագրի տպագրությունը։ Այսօր արդեն համոզվեցի, որ գործ ունեմ մաֆիայի հետ, մաֆիա, որը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի կողմից։ Այստեղ կամ եղել է Սերժ Սարգսյանի կողմից մի անբացատրելի համակրանք ու ներողամտություն Փաշինյանի նկատմամբ, կամ էլ ունեցել է նրա հետ կապված պլաններ, իսկ գուցե երկուսն էլ միասին։ Բայց ես չեմ պնդում, որ բացառապես Սերժ Սարգսյանը այսպես բռնել ու որոշել է իշխանությունը հենց այնպես տա Փաշինյանին, ոչ, դա քաղաքագիտական հիմարություն կլիներ։ Խնդիրն ավելի խորն է ու բազմաշերտ, ամեն ինչ այդպես պրիմիտիվ չէ։ Եթե Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն չբերեր, ոչ մեկը նրան չէր տալու իշխանություն, սա արդեն ավելի խելամիտ պնդում կլինի։ Իրականում շատերն են Փաշինյանին մղել իշխանության։ Ամեն մեկն իր մասով, շարքային քաղաքացին Facebook-ում լայքելով կամ հանրահավաքի մասնակցելով, քաղաքական ուժերը Լևոն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի համակիրներից մինչև ԲՀԿ եւ Դաշնակցություն իրենց մասով, որպեսզի հեռացնեն Սերժ Սարգսյանին, բոլոր նրանք, ովքեր ընտրել են Փաշինյանին։ Ես օրինակ անձամբ չեմ ընտրել, բայց այ ՀՀԿ-ն ընտրել է։ Դա փաստ է, ու անհերքելի փաստ։ Առանց Սերժ Սարգսյանի որոշման ու ցանկության Նիկոլ Փաշինյանը երբեք չէր դառնա Հայաստանի վարչապետ։ Դա ընդունում են արդեն նախկին ՀՀԿ-ականները։
Պարզապես Փաշինյանը հայտնվել էր մի տեղում եւ մի ժամանակ, երբ հարմար է եղել Սերժ Սարգսյանին կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Հայաստանյան քաղաքականության մեջ բոլորը բոլորին դեմ են, բայց կախված իրավիճակից կարող են հայտնվել միևնույն խրամատում։ Սերժ Սարգսյանն ուներ իրեն բնորոշ հետևյալ քաղաքականությունը։ Նա իր թշնամիներին փորձում էր իրեն մոտ պահել։ Նրա բոլոր քաղաքական հակառակորդները մեկ էլ դառնում էին իրեն հաճախորդ։ Այդպես էր նրանց կառավարում եւ չեզոքացնում։ Կարող ենք հիշել Արթուր Բաղդասարյանին, ով ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը վերցրեց Լևոն Տեր-Պետրոսյանին չաջակցելու դիմաց։ Նրա անունն էլ հավերժ կնքեցին դրա համար հենց պաշտոնի անվանման առաջին տառերի հապավումով։ Աղք։ Հիշեք Արտաշես Գեղամյանին, Վիկտոր Դալաքյանին։ Նրանք շատ դաժան ու անձնական վիրավորանքներով էին անգամ քննադատում Սերժ Սարգսյանին։ Վիկտոր Դալաքյանն անգամ մեղադրում էր Սերժ Սարգսյանին ժողովրդի փողերը կազինոյում կրվելու մեջ։ Բայց այդ մարդը հետո դարձավ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ու նախագահի ներկայացուցիչ ազգային ժողովում։ Դուք պատկերացնում եք պաշտոնի մակարդակը։ Պատահականություն էր, չեմ կարծում։ Անձնական ոչինչ, պարզապես բիզնես։ Ասում ժողովրդին։ Հիմա ձեր աշխատավարձը խիացած էր, ձեր թոշակը խիացած էր, որտեվ Սերժ Սարգսյանը երբ որ Մոնտե Կարլո է գնում ու կոնը պիտի խաղա, ասինքն գումար, $50,000 կոնը։ Հասկանում եք այդ ինչա նշանակում։ Այսինքն ստավկ են, որ սկսում է, դնում են 50,000։ Այդ ձեր փողերն է, այդ սաղի ձերն է այդ։ Մեծ ապագա մեզ մտենք, Հավատանք, որ փոխենք։ Հանրապետական կուսակցության արդեն նախկին անդամ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանն այսօր հայտարարեց, որ հրաժարվում է եւ կուսակցությունից, եւ զբաղեցրած պաշտոնից, եւ ներկայացուցչի գործունեությունից։ Ասում է, իշխանության հետ իր համագործակցության վերջին 4 տարիների ընթացքում ինքը քարեր էր հավաքում։ Բագեղամյանը Սերժ Սարգսյանին օր ու արև չտվող Գեղամյանը դարձավ հանրապետական падգամավոր եւ մոլի սերժական։ Այդպես էր նախագահ Սարգսյանը կառավարում։ Նա հարցերը լուծում էր դիվանագիտորեն, կոմպրոմիսներով, տեսնում էր, որ ինչ-որ մարդիկ պաշտոնի ու փողի կռիվ են անում, նա թողնում էր այդ մարդկանց մոտենալ իշխանության կերակրամանին ու դրանով իսկ նա իր հակառակորդներին վերածում էր իրեն աջակցող բարեկամների, նույնիսկ ավելի ծառայամիտ, քան սեփական կուսակիցները։ Իսկ նենգության կեղծիքներ կատարելու մեջ ոնց որ Շեստակովիչներ մայստրո այնպես էլ Ռոբերտն ու Սերժն են մայստրո հեղինակը սցենարի ուրեմն Ռոբերտ Սեդրակովիչն է ռեժիսոր պաստանովշիկը Սերժ Ազատովիչն է այդ գործում անկրկնելի են եթե օլիմպիադա լինի համաշխարհային ընտրությունների արդյունքը կեղծելու առաջի երկրորդ տեղերը կլինեն Ռոբերտն ու Սերժը երկրորդ երրորդ չորրորդ հինգերորդ տեղերը կլինեն Թաթուր որովհետև դրանց մակարդակի կեղծիկանով հələ բնությունը չի ծնեն։ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ այդ օրն էլ սուրբ կհամարեք դուք։ Գիտեք ինչ, այո, որովհետև թերևս եզակի այն դեպքերից է, երբ ես համոզված կլինեմ, որ մենք իդեմս բարձրագույն իշխանությունների, ես նկատի ունեմ երկրի նախագահին, վարչապետին, ազգային ժողովի նախագահին, ունենք շատ փորձառու լավ մարդկանց։ Նա լավ էր սերտել հին չինացի ստրատեգ պատերազմի արվեստաշխատության հեղինակ Սունցզի հորդորը։ Ընկերներին պահիր քեզ մոտ, բայց թշնամիներին շատ ավելի մոտ։ Նման կերպ էր վերաբերվում Նիկոլ Փաշինյանին նույնպես եւ նրա թերթը ֆինանսավորելու որոշումը բացատրվում է այդ դրամաբանությամբ։ Պատահական էր արդյոք, որ համաներվելուց հետո Նիկոլ Փաշինյանը խզեց իր կապը ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանի հետ եւ թույլատրեց նրան։ Չեմ կարծում։ Ֆորմալ հիմնավորումն այն էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պրոիշխանական օլիգարխ Գագիկ Ծառուկյանի հետ է միացել։ Փաշինյանը չմիացավ այդ բուրժուա դեմոկրատական հեղափոխությանը, հակառակը ստեղծեց սեփական կուսակցություն եւ սկսեց թույնոտ քարոզչություն Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Դա շահեկան էր Սերժ Սարգսյանին բնականաբար, քանի որ ընդդիմությունը պառակտվում էր, բոլորը վարկաբեկվում էին։ Իսկ Սերժ Սարգսյանի իշխանությունը դրանով ամրապնդվում։ Փաշինյանը սկզբունքային գործի դեր էր ընդունել, բայց դա չխանգարեց հետո հենց իրեն դաշինք կազմել նույն Գագիկ Ծառուկյանի հետ ընդդեմ արդեն Սերժ Սարգսյանի։ Այս բարդ կոմբինացիաներում ոչ մեկն էլ ոչ մեկի մարդը չէ։ Ոչ մեկն էլ որևէ մեկին չի բերում կամ տանում, պարզապես շահերը կամ համընկնում են, կամ ոչ, կամ խաղը հասկանում ես ու հաղթում, կամ տանուլ տալիս։ Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը օր ու գիշեր երազում էր Փաշինյանին վարչապետ դարձնել։ Ոչ։ Պարզապես Փաշինյանը հանգամանքների բերումով դարձավ Սերժ Սարգսյանի համար հարմար թեկնածու կամ
ավելի ճիշտ կլինի ասել քավության նոխազ, իրականացնելու արդեն ոչ թե ներքին քաղաքական, այլ արտաքին քաղաքական որոշումներ։ Այո, կռահեցիք, Արցախի հարցում անխուսափելի զիջումներ անելու ժամանակն էր։ Ճիշտ այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսել էր քայլել Գյումրիից, Սերժ Սարգսյանը ազգային ժողովում հայտարարեց, որ Ադրբեջանի հետ բանակցությունները լավատեսություն չեն ներշնչում։ Այսինքն Սերժ Սարգսյանը կամ պետք է գներ միակողմանի զիջումների ու Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարմանը կամ պատերազմ էր սկսելու։ Բանակցային գործընթացը տապալել է Սերժ Սարգսյանը եւ ինքը դրա մասին խոստովանել է 2018 թվականի ապրիլի 17-ին ազգային ժողովի ամբիոնից արած հայտարարությամբ ասելով, որ բանակցային գործընթացը կանգնած է, լավատեսություն չի ներշնչում, ավելի ճիշտ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի պահանջները անիրատեսական եւ անընդունելի են մեզ համար, եւ Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել ապագա պատերազմի մասին, ասելով, որ այլևս երկար ժամանակ մենք չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը չի փորձի պատերազմի ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը։ Իրոք բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, բայց ավելի հստակ ասել, որ այդ բանակցային գործընթացը ուղղակի կանգնած է։ Կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքները անիրատեսական են, անընդունելի մեզ համար։ Նա ըստ էության խուսափեց այդ պատասխանատվությունից, եւ դրանով միայն կարելի է բացատրել, թե ինչու Փաշինյանին ոչ մի կերպ չխանգարեցին անելու իր թավշյա հեղափոխությունը։ Պատահական էր արդյոք, որ երբ պետք է ընտրեին Փաշինյանին վարչապետ, հանրապետականները անդադար հարցնում էին նրան, թե արդյոք նա նույն կարծիքին է, ինչ ժամանակին գրել էր իր թերթում, որ չի հավատում, թե լավ դիվանագիտությամբ հնարավոր է պահել օկուպացված կամ, եթե կուզեք, ազատագրված հողերը։ Ինչու էին դա հիշեցնում։ Նրանք կարծես ասում էին շատ լավ, եթե նույն կարծիքին ես եղիր վարչապետ, արա այդ ամենը։ Զավեշտն այն է, որ ժողովրդին ցույց են տալիս, որ Փաշինյանը հող հանձնող է, ու հետո ՀՀԿ-ով գնում Փաշինյան էին ընտրում։ Կոգնիտիվ դիսոնանս չի առաջանում ձեզ մոտ այդ փաստից։ Հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ այս քվեարկության եւ դիրքորոշման համար։ Ուզում եմ ընդամենը ասել հետեւյալը. ծառայում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, նիստը ավարտվեց։ Միհրան Պողոսյանը պատահական չի ասում, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է։ Գիտեք ինչ նկատի ունի։ Տեսեք։ Փաշինյանը երբ ընտրվում էր պարլամենտի կողմից վարչապետ, պարլամենտը չէր ցրվում, շարունակում էր աշխատել, իսկ պարլամենտում հանրապետականները մեծամասնություն էին։ Հանրապետականը երբ ուզեր, իր անգամ ոչ կուսակցական անդամներին, ինչպիսիք էին Միհրան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը եւ այլոք, ինչպես տեսնում ենք, հնազանդվեցին կուսակցական որոշմանն ու կողմ քվեարկեցին Փաշինյանին։ Նմանապես դա նշանակում էր, որ Փաշինյանն այսպես թե այնպես ենթարկվելու էր ՀՀԿ-ին, որը եթե իր որոշումներն ու օրենքներին դեմ քվեարկեր, դրանք չէին անցնելու։ Այսինքն անգամ վարչապետ ընտրվելով Փաշինյանը կախված էր լինելու լիովին Սերժ Սարգսյանի որոշումներից եւ կամքից, քանի որ ՀՀԿ-ն էր իշխող մեծամասնությունը։ Եվ սա է պատմում Միհրան Պողոսյանը, որ փաստորեն մայիսից մինչև հոկտեմբեր այդքան ամիսներ այդ առևտրի մեջ էին։ ՀՀԿ-ն համոզում էր Փաշինյանին չգնալ արտահերթ ընտրությունների։ Երբ Փաշինյանի աջակիցները գրոհեցին ազգային ժողովը, ՀՀԿ-ականները արդեն խառնվեցին իրար, այդ ժամանակ գնացելու ասել են, թե մի արա այս ամենը։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ սա անում եմ, որ տեսնեք, որ ժողովուրդ կա իմ հետևում, այսինքն միայն ձեզնից չեմ կախված։ Փաշինյանը հասկացել էր հավանաբար, թե ինչ ծուղակում է հայտնվել, նա չուներ պարլամենտում հենարան։ Իսկ նրա նախարարների մի մասը ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական էին։ Սերժ Սարգսյանն էլ վստահ էր, որ ժողովուրդը Փաշինյանին այդքան էլ չի համակրում, չէ որ 1 տարի առաջ նրան ժողովուրդը ձայն չէր տվել։ Գուցե նա մտածում էր, որ Փաշինյանն իր փառամոլությամբ, էմոցիոնալությամբ ու իշխանատենչությամբ երկար չի ձգի, կսխալվի ու նրան հեշտությամբ ՀՀԿ-ի պարլամենտական մեծամասնությունը կհեռացնի, երբ նա անի իր սև գործը։ Հավանաբար այստեղ է Սերժ Սարգսյանը վրիպել, չպատկերացնելով, որ Փաշինյանը կդիմի թե քաղաքական, թե անգամ ֆիզիկական ինքնասպանության ռիսկին եւ չի խորշի պատերազմից։ Երբ Փաշինյանը հրաժարական տվեց մի քանի անգամ ու նշանակվեցին արդեն արտահերթ ընտրություններ, դրանից հետո ՀՀԿ-ն առհասարակ դուրս մնաց խորհրդարանից եւ հայտնվեց լուսանցքում։
Եվ 1 տարի հետո Արցախի հարցում զիջումներով եւ առանց պատերազմի լուծման գնալու փոխարեն Փաշինյանը առյուծ կտրեց ու հռչակեց, որ Արցախը Հայաստան է ու վերջ։ Նա գուցե հասկացել էր, որ եթե պատերազմն անխուսափելի է, ապա ավելի լավ է այն սկսել ու պարտվել հերոսաբար։ Քանի որ եթե հողերը տա առանց պատերազմի, այսպես թե այնպես իրեն հռչակելու են դավաճան ու փորձելու են հեռացնել։ Եթե ինքը ցանկացած պարագայում պիտի կրի հող հանձնողի պիտակը, ապա դա թող լինի ոչ թե ՀՀԿ-ին նորից իշխանության բերելով, այլ պայքարելով եւ իր սեփական իշխանությունը պահելով։ Ով կեղտոտ գործնանի, ով գնա սանատորիա տրամաբանությամբ, Փաշինյանը գնաց Վաբանկ եւ փաստացի շախ ու մատ արեց շախմատի գրոսմայստեր Սերժ Սարգսյանին, ով իշխանությունը զիջել էր նրան միայն այն մտքով, որ 1 տարի հետո պետք է հետ ստանար։ Սակայն հետ չստացվեց, քանի որ անգամ Արցախի կորուստը չօգնեց ՀՀԿ-ին արժանանալ ժողովրդի քվեին։ Մարդիկ բնազդով էին զգում, որ մի բան այն չէ։ Ահա սրանք են իրադարձությունների մասնակի քրոնոլոգիան եւ այն փաստերը, որին հետևելով դատողություններ են կանում Միհրան Պողոսյանի հարցազրույցից ելնելով։ Եվ հիմա փորձում են զավեշտալի հիմնավորումներ բերել, թե Փաշինյանին ընտրել են, որ արյուն չհղվի։ Այդ ինչպես 2018-ի հոկտեմբերին արյուն չհղվեց։ Առհասարակ թող ՀՀԿ-ն ի սկզբանե չընտրեր Փաշինյանին ու գնար արտահերթ ընտրությունների, եթե այդպես դեմ էր Փաշինյանին։ Ինչ արյուն հղվելու մասին է խոսքը։ Իրենք են հնարավորություն տվել Նիկոլ Փաշինյանին տիրելու վարչապետական լծակներին։ Փաշինյանին տվեցին իշխանություն, որպեսզի պահեն սեփական մանդատները խորհրդարանում, որ 1 տարի հետո էլ հեռացնեն Փաշինյանին, ով հայնարան չեր ունենալու խորհրդարանում։ Մեկ այլ ծիծաղելի հիմնավորում է, որ սա իշխանազավթում էր։ Այ մարդ, դուք կամավոր եք հրաժարական տվել եւ կամավոր կուսակցական միասնական որոշմամբ, ըստ Միհրան Պողոսյանի 300 հոգով ու Սերժ Սարգսյանի հետ քննարկելով, խորհրդակցելով ընտրել եք Փաշինյանին որպես Հայաստանի վարչապետ։ Իշխանազավթումը այդպես չի լինում։ Իշխանազավթումը Ուկրաինայում էր, երբ Յանուկովիչը փախուստի դիմեց առանց ընտրությունների եւ ուժով սպանություններով իշխանությունը վերցրին։ Իշխանազավթումը Սիրիայում էր, երբ Բաշար Ասադը փախուստի դիմեց։ Իշխանազավթումը իշխանության բռնի զավթումն է, ոչ թե սեփական որոշման հրաժարական ներկայացնելն ու Փաշինյանին վարչապետ դարձնելը։ Դա իշխանության խաղաղ փոխանցում է, այլ ոչ թե իշխանազավթում։ Վերջում եկեք հարցին մոտենանք հակառակ կողմից, պատկերացնելու համար, թե ինչ զավեշտալի են երկու կողմերի պնդումներն էլ բոլորովին այլ հարթությունում եթե նայենք։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Սերժն է բերել Նիկոլին, նրան համարում են փաստորեն Հայաստանի երբևէ եղած ամենահզոր ու միանձնյա ղեկավարը, ով ոնց ուզում, երբ ուզում իշխանություն էր տալիս ում ուզում էր։ Մի հզոր ստրատեգ։ Իրականում այդպես նրանք Սերժ Սարգսյանին գովաբանում են, գիտակցելով դա թե ոչ։ Իսկ նրանք, ովքեր ասում են, որ ոչ, դա հեղափոխություն էր կամ իշխանազավթում էր, նման բնդում անում են հիմնականում որոշ ՀՀԿ-ականներ եւ Սերժ Սարգսյանի աջակիցներ, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրականում չուներ իշխանություն։ Ընտրությունները կեղծ էին, ժողովուրդը դեմ էր իրեն, ուժայինները, ոստիկանությունը, ԱԾԲ-ն ականցել էին Նիկոլի կողմը, Փաշինյանը երբ ու ոնց ուզում փողոց էր փակում, պետական շենք գրավում, ու նրա գլխից մաս չէր պակասում, մի իսկական անտերություն էր երկրում։ Դրանով փաստորեն առանց գիտակցելու ընդունում են, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէր, եւ թե երկրի ներսում, թե դրսում նրան չէին ընդունում։ Ասելով, որ դա հեղափոխություն էր, դրանով ընդունում են, որ իշխանազավթողները փաստորեն հենց իրենք էին։ Տրամաբանությունն այդպիսի բան է, սիրելի բարեկամներ։ Դրա համար են ասում զգույշ եղեք հանցագործությունների բացահայտելիս, որպեսզի դուրս չգաք ինքներդ ձեր հետքերի վրա։ Այսպիսով եզրակացնենք, որ Նիկոլ Փաշինյանին բերելու հարցում բոլորն ունեն իրենց բաժինը, հատկապես նրանք, ովքեր նրան ընտրել են վարչապետ։ Նիկոլ Փաշինյանին վարչապետ է ընտրել մի 700 հազար մարդ ու ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի որոշմամբ։ Սա իրականությունը։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, եւս փաստ է, որ նրա կողմնակիցները ողջունում էին այդ հանրահավաքները։ Այդքանով այո նպաստել են Փաշինյանին բերելուն, բայց միայն այդքանով, միայն այդ աննշան չափով։ Քոչարյանի ավանդական զինակից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն նույնպես ընտրել են Փաշինյանին վարչապետ։ Ես չգիտեմ, թե դա արել են արդյոք Քոչարյանի հորդորով։ Նման փաստի մասին չեմ լսել, եթե լինի այլ բան։ Բայց հավանաբար ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն նույնպես ցանկանում էին պահել իրենց մանդատները, դրա համար ՀՀԿ-ից հետո, հենց ամիջապես հետո, շտապեցին Փաշինյանին նույնպես ընտրել վարչապետ։ Ահա այսպիսի ստվերային խաղեր են խաղացել մեր թիկունքում, սիրելի ժողովուրդ, եւ դրանից հետո վեր են կենում եւ ասում, որ դու ես մեղավոր, դու ես Նիկոլին բերել։ Բա։ Բայց ես հո գիտեմ, որ այդպես չէ։ Դու, սիրելի ժողովուրդ, ընդհանրապես ցանկանում ես փոփոխություններ, արդարություն եւ օրենք Հայաստանում։
Դու Սերժ մերժելով Նիկոլ չես ուզել հաստատել։ Նիկոլ ուզեիր 2017-ի խորհրդարանական ընտրություններում նրան կընտրեիր։ Դու պարզապես ուզում էիր եւ ուզում ես ունենալ արդար, անվտանգ ու բարեկեցիկ երկիր։ Ինչ Նիկոլ, ինչ Սերժ։ Գուցե ամեն մեկը փորձում էր մի լավ բան անել իր պատկերացմամբ, բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ։ Պատմական ճշմարտությունն իմանալու իմաստը հենց այն է, որ սխալները չկրկնվեն։ Եթե հավանեցիք, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք եւ տարածեք այս տեսանյութը։ Շուտով նորից կհանդիպենք։